Գյումրու քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ սպորտային ենթակառուցվածքների բարելավումը։ Տեղական բյուջեի միջոցներով քաղաքի մի շարք մարզադպրոցներում մեկնարկել եւ ընթացքի մեջ են լայնածավալ շինաշխատանքները։ Գյումրու քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի պետ Անդրանիկ Կարապետյանը շրջայց կատարեց մարզօջախներում, տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքների որակին ու ընթացքին։ Աշխատանքային շրջայցի առաջին կանգառը Գյումրու սամբո ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոցն էր։ Այս հաստատությունը, որը շահագործվում է 2000-ականներից, երկար տարիներ տեսել է միայն կիսատ, պռատ եւ մասնակի նորոգումներ։ Խնդիրները շատ էին՝ անսարք ցնցուղարաններ, մարզիչների համար նախատեսված սենյակների բացակայություն, սանհանգույցների վատ վիճակ եւ ջրամատակարարման համակարգի անսարքություն։ Նախկինում վիճակը շատ վատ է եղել, մենք ունեցել ենք կատոցներ, որտեղ գորգերին դույլեր էր դրած, հետո ջեռուցման խնդիր ունեինք, այսպես ասած տարիների կուտակված խորը խնդիրներ, որոնք որ անլուծելի էին թվում, բայց այս 6-7 ամիս է, այս ընթացքում արդեն այդ խնդիրները կարողացել ենք լուծել։ Այսօր պատկերն այլ է։ Անցած տարի տեղական բյուջեի միջոցներով փոխվել են պատուհանները, տեղադրվել են ջեռուցման նոր փչովի վառարաններ։ Ըստ տնօրինության, անարդյունավետ ջեռուցումը փոխարինվել է որակյալ համակարգով, ինչն անմիջապես ազդել է հաճախելիության վրա։ Դպրոցն հիմա մոտ 200 սան ունի, 30-ով ավելացել է հաճախող երեխաների թիվը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ սպորտ բաժնի պետին, որ մեր խնդիրներին անձամբ գալիս, տեղեկանում է, մեր հարցերին լուծում է տևեցվում եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ ավագանու անձնակազմից, որ երբևիցե մեզ չեն մերժել, ինչ գումար որ խնդրել ենք, տվել են, գումարներն է նպատակային ծախսվում է։ Այժմ աշխատանքներ են ընթանում մարզադպրոցի վարչական մասում։ Իրականացվում է սալիկապատում, ինչի շնորհիվ մարզիկների համար կստեղծվի գեղեցիկ եւ հարմարավետ միջավայր։ Մարզադպրոցում կբարելավվի սանհանգույցի վիճակը, նորմալ հանդերձարան կունենան մարզիկներն ու մարզիչները, նաեւ բուժկետը կգործի։ Ունենալու ենք մարզիչների առանձին սենյակ, որտեղ որ մարզիչները կան, իրենց լավ զգան, լիարժեք զգան, հետո մարզիչներն է կարողանան փոխվեն, կան պարաբունկը անցկացնեն, լողանան, հագնվեն, նոր տուն գնան։ Սիկ մեր երեխեքի համար է, մեր բոլորի սպարտականությունն է։ Մենք շնորհակալ կեղնենք, որ դուք սրտանց ամեն ինչ որ կենեք տեսա, լավ ենեք, որակով ենեք, որ տարիմ հետո պրոբլեմ չունենանք։ Ու երեխեքն իրանց լավ զգան, ելին դուշ մտնին, ռազիվակեն, նորմալ հավի, մարզիչների սենյակներ։ Անդրանիկ Կարապետյանը գոհ էր շինարարության ընթացքից։ Մարզադպրոցի տնօրինությունը բարձրաձայնեց եւս մեկ կարևոր խնդիր՝ տանիքի հիմնանորոգումը։ Կաթոցները ժամանակավորապես վերացվել են, սակայն ակնկալվում է հիմնավոր լուծում։ Մարզադպրոցում վստահ են պայմանների բարելավումը շուտով կբերի նոր Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնական տիտղոսների։ Հաջորդ կանգառը Գյումրու շախմատի մարզադպրոցն էր, որտեղ տիրում էր լարված մրցակցային մթնոլորտ։ Այստեղ ընթանում էր 2026 թվականի Հայաստանի առաջնության ընտրական փուլը մինչև 16 տարեկանների միջև։ Մասնակցում էին Շիրակի մարզի լավագույն մարզիկները։ Ամենակրտսեր մասնակիցը 6 տարեկան է։ Մարզադպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Գևորգյանի խոսքով մարզադպրոցում անցկացվում է նաև աղջիկների առաջնություն։ Լավագույնները հնարավորություն կստանան մարտի 21-ից 30-ը Երևանում մասնակցելու կիսաեզրափակիչ փուլին։ Մեր երեխաներին բոլորին ցանկանում ենք նորանոր վերելքներ ու հաջողություններ։ 105 մասնագիծ ունենք, որի գերակշիռ 80%-ը մեր մարզադպրոցի սաներն են, մնացածը այլ մարզադպրոցների եւ նաեւ համայնքների, այլ համայնքների մարզիկներն են։ Մարզադպրոցում արդեն իսկ կարգավորվել է էլեկտրական մալուխների վիճակը, նախատեսվում է վերանորոգել նախասրահը, սակայն սա դեռ ամենը չէ։ Տնօրինությունը մեծ հույսեր է կապում մասնակցային բյուջետավորում ծրագրի հետ։ Այժմ ակնկալվում է գյումրեցիների ակտիվ մասնակցությունը քվեարկությանը, որպեսզի ծրագիրը հաղթի եւ շախմատի դպրոցը ստանա իր վերջնական արդիական տեսքը։ Շենքն ի դեպ 30 տարի չի հիմնանորոգվել։ 1996 թվականին է ինքը հիմնանորոգվել, բայց արկա թերություններ կան, որոնք շտման կարիք ունեն ու իրականում խնդիրները շատ են դպրոցի հետ կապված։ Հիմա մեզ հիմնահատակ վերանորոգում է պետք։ Տնօրենի խոսքով շենքի նկուղային հարկում գտնվող ֆիթնես սրահը անմխիթար վիճակում է։ Այն տևական ժամանակ է չի շահագործվում։ Մասնակցային բյուջետավորման ծրագրով ըստ տնօրենի նախատեսում է հիմնանորոգել նաև 90 քառակուսի մետր մակերեսով ֆիթնես սրահը։ Տնօրենի փոխանցմամբ վերանորոգված ֆիթնես սրահը կծառայի ոչ միայն մարզիկներին, այլև քաղաքի բնակչությանը։ Առաջի հարգում
դասասենյակների դալիճի վերանորոգում եք ակնկալում ծրագրի շրջանակներում։ Երկրորդ հարգում էլ 342 քառակուսի դատարկ տարածք ունենք, որը առաջիկայում ակնկալում ենք ծրագրի շրջանակներում վերածել այն դալիճի ու ինչու չէ նաև հանգստի կոդու, որը դրսից կամ հանրապետությունից շուրջ եկող մարզիկները կկարողանան մեզ իրենց աշխատանքները, մարզումները ավելի ճիշտ կազմակերպեն, հանգստի կոդի ևս կունենանք։ Մարզական Գյումրին զարգացման նոր փուլ է մտնում։ Քաղաքապետարանը Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ նախատեսում է այս տարի էլ ավելի ընդլայնել մարզադպրոցներին ուղղվող աջակցությունը։ Շինարարական եռուզերը մարզական կրթօջախներում կշարունակվի մեծ թափով, իսկ ոլորտի պատասխանատու Անժանիկ Կարապետյանն արդեն իսկ արձանագրել է անհրաժեշտ բոլոր խնդիրներն ու կարիքները, հիմք նախապաճաստելով մարզական օջախների հիմնավոր նորոգման եւ արդիականացման համար։